Սիրելի քույրեր եւ եղբայրներ, բարի լույս բոլորիդ։ Աստծո փառք որ դարձյալ այսօր յանք շնորհեց մեզ մի ամեն մեկուն եւ նաեւ գարողություն տվավ, որովհետեւ իր սուրբ ներկայության հավաքվինք, զինք բաշխելու ու նաեւ լսելու իր հավիտենական խոսքերը, որոնք մեզի քաչալերություն եւ մխիթարություն պիտի տան մեր յանքերը շարունակելու համար։ Սիրելիներ, Աղոթքոմը դերոջը արասությունը խնդրենք։ Դեր քու օգնությամբ հավաքված ենք այսօր Սուրբ Երեսը փնտրելու ու խոսքերը լսելու։ Դերս այսօր շատ մնյութերով բեռնավորված եկած ենք Սուրբ ներկայությանդ, գաղութենք ով դեր որ բարբես մեզ մեր վրդովումներեն ու մեր ուշադրությունը գետրոնացնես միայն Սուրբ խոսքիդ վրա, որովհետեւ խաղաղությամբ եւ մխիթարությամբ լեցված թողուն գայս սրահը քեզ պարապանելով Հիսուսի անունով կխնդրենք բարքիդ համար ամեն Սիրելիներ մեր այսօրվա նյութը հետևյալը պիտի օծերու բես խորակեդը լալ աստուծո ջամփուն մեջ Օծերուբես խորակեդը լալ աստուծո ջամփուն մեջ Մատթեոսի ավետարանին 10:16-ի մեջ Հիսուս հետևյալը իր աշակերտներուն գսե Ահա ես ձեզ կղրգեմ իբրև ոչխարներ քայլերու մեջ ուստի օծերուբես խորակեդ եղեք եւ աղավնիներուբես միամիտ Այս համարի մեջ Հիսուս թե իր աշակերտներուն եւ միևնույն ժամանակ այսօր մեզի գսե որբեսի խորակեդը լանք օծերու նման խորակեդը լալ բարը հունարենի մեջ խոհեմ գսվի ուշաթիր ու խորամանկ քիծող ու մտածող Խելացի եւ սկայուն Այս բարը գադարելաբես կբادگերացնե վարմունքը եւ կորձելագերբը օծերուն որոնք շատ ուշաթիր են խելացի եւ խոհեմ են իրենց կորձելագերբի մեջ Ճշմարտությունը թե Հիսուս նաեւ ուզե որ մենք եւս օծիմպես խորակեդ լանք Հստակ երևի թե Հիսուս ուզեց որ մենք փամ մսորվինք օծերու վարմունքեն Ուրեմն տեսնենք թե օծը ինչպես կվարվի որպես գարենանք նույն վարմունքը մենք եւս որդեքրել շատ մվիճակներու մեջ երբ գաբրինք մեր յանքը Առաջին հերթին Գտեսնենք թե օծը երբ մուտք կործե բոլորովին նոր դեղմը ան իր ներկայությունը երբեք հայտնի չներ այդ տեղին մեջ իսկ փոխարենը ան գմնա անցայն ու գմնա հանդարտ իր նոր միջավայրին մեջ երբ օծեր գսկսին սերդել իրենց նոր միջավայրը Գսերդեն թե ինչ տեսակ արիտներ կան այդ շրջանի մեջ անոնք կսուքեն ու առաջին հերթին կփնտրեն բասպարաններ բահբելու դեղեր իրենց անցին պաշտպանության համար հարցակումի բաբարակային Նեվնայև գսերդեն թե ինչպես կրնան ամենաթյուրին երբով իրենց որսը ապահովել Իսկ երբ այս բոլորը սերդած գլան, պատրաստ գլա սկսելու օծը իր կորձը։ Հիսուս մեզի հասկացնել ուզեց թե խոհեմություն կա օծին վարմունքին մեջ, որոնց մենք պետք է որ սորվինք մեզ համար թասեր, երբ ասված թե քեզի եւ թե ինձի գսե որ նոր բամ մսորվինք
հոն իմաստությունն է մեր պետքը։ Ուշադրությամբ շարժելու այս նոր փուլին մեջ մեր կյանքի ընթացքին։ Սիրելիներ, սովորական սխալները արագ գործելու ընթացքին գլան։ Արագորեն գործելը նախքան բոլոր նախազգուշությունները հավաքելու եւ զանոնք ուշադրությամբ քննելու մեզ գրնան առաջնորդել սխալ որոշումներ առնելու եւ իրականության մեջ միայն մեկ լուրջ սխալը գրնաբաճար դառնալ, որ գործընծնենք մեր բոլոր արիտները մեկ անգամ են։ Ավելի լավ է հանգչիլ, հանդարտ մնալ, ուզնել միջավայրը բահմը, ու շրջապատը դիտել, ու սորվել եւ նաեւ շիդակ դեսնել իրականությունները։ Իսկ երկրորդը, սիրելիներ, օծերը խոհեմ են գիտնալու ճիշտ այն բահը, թե երբ պիտի զարնեն։ Գիտնալ, թե երբ պետք է շարժիլ, շատ կարևոր է, ինչպես որ կարևոր է հանդարտ գնալը։ Իսկ երբ որ զոհը գանցնի օծին առջևեն, օծը գիտե թե այդ ժամն է զարնելու, իսկ եթե օծը երկար սպասի, այդ արիտը պիտի անցնի եւ օծը պիտի բարձնե իր լավագույն արիտը, որս մծեր սկելու։ Մեր սորվեդիկը այս բադահելիք դեպքեն այն է թե, երբ որ գործելու ժամը է, վախդ եւ գացգազները մեկում թիր եւ այդ բահը օգտագործե լավ արդյունքի հասնելու համար։ Դեսած ենք ու լսած ենք շատ մարդոց մասին, որոնք հարադև գաղութեն, որովհետեւ աստվածային արիթմիկա իրենց ու երբ իրենց աղոթքը իրականանա ու մեծ թուրմը բացվի իրենց առջև փոխանակ օգտագործելու այդ սկանչելի արիթը ու շուտով այդ բաց թռնեն ներս մտնելու անոնք սարմանքով քիչ ավելի երկար կսպասեն ասված անոնց պերավ ճիշտ ինչ-որ գուզեին ու երկար ադենեկ սպասեին, որովհետև անոնք կան կարին ու չշարժեցան ճիշտ ադենին, արիտը գործընծուցին։ Սիրելիս, ես և թուն մեր պետքին համեմատ կարող չենք երբեմն ճիշտ ծևով հաշվելու ժամն ու ժամանակը ամեն բաներու, ուրեմն ուշադիր եղիր, որ շատ արագ չշարժիս եւ նաեւ ուշադիր եղիր, որ երբ ճիշտ ժամը կա, չուշանաս եւ շարժիս, երբ գործելու ժամը հասած գլա, չանկրե, որ չուշանաս գործելու, սիրտը աստուծո բաց ու թող դուր, որ ան սկսի սորվեցնել քեզի, ուր հարգ է, որ հանգչիս եւ նաեւ ուր հարգ է, որ շարժիս։ Ուրեմն, հստակ է թե Հիսուս ասել գուզե, երբ եւ ինչպես պիտի կատարես քու վկայությունդ։ Եվ քու վկայությունդ պիտի ըլլա, որպես թե ոչխարը քայլերու մեջ։ Հիսուսի խոսքերով օծերու պես խորակետ եւ աղավնի պես անվնաս եւ նաեւ խոհեմ վկայության ընթացքին ուստի Հիսուս գարաչարգեց եւոմ որ սերդեք օծերը նախքան ծեր վկայության սկսիլը ասված ուզե որ իր ժողովուրդը հաղթական դուրս գա իր առաքելության ընթացքին ունենալով խոհեմությունը օծերուն ուրեմն հարի որ սերդենք օծերը եւ որթեքրենք անոնց ունեցած եւ կոծած խոհեմությունները մեր յանքերուն ընթացքին ուրեմն պետք է գիտակցենք թե միշտ
միշտ միջոցներ կան հաղթական դուրս գալու որևէ գացտենե առաջին հերթին Հիսուս կսե ցեզի կղրգեմ որպես ոչխարներ քայլերու մեջ Հիսուս իր այս խոսքով ասել գուզե թե ծեր անելիք կորզը թյուրին բիդի չլա աշխարի մարդոց հետ որոնք քազանապարով պնությամբ ծնածլալով թյուրավ բիդի չընդունին ծեր խոսքերը որոնք լեցված են մարմնի դեսագավոր ցանկություններով սև ու աբագանած սրդերու պապակներով անդաշ եւ կոշտ վարմուկներով նման են քայլերու ոհմակներու որոնք ոչ սեր ունին ուրիշին անտեպ ոչ քուտ եւ ոչ ողորմություն ու թող չեն դար որ օդարմը ոտնե այն հողին վրա որը իրենց բնակավայրն է ու իրենց վադահամբավ բնաստով գխոշոդեն իրենց թեմի լողը առանց խղճարության երբ Հիսուս քեզ որպես ոչխար գուզեղրգել քայլերու ոհմակի մեջ կորզելու ոչ թե քեզ գղրգել որպես ոչխար հոշոտվելու քայլերուն գոմեն այլ սել գուզե թե խաղաղությամբ անոնց պիտի երթակ որպես աղավնիներ եւ սակայն հարկ է որ լեցունալակ օծերու խոյեմությամբ որբեսի գարենակ կործել ու արդյունաբեր աշխատանք դանել աստուծո թագավորության համար ուրեմն գիտակցին թե իսկապես օծին ունեցած խոյեմությունն է որ պետք է կործածվի աստուծո կործին ծառայությանը ընթացքին ուրեմն պիտի տեսնենք թե 10 տեսակ միջոցներ կան որոնք մենք պետք է սորվենք օծին խորակի դուտենեն որոնք հետևյալներն են առաջինը թիմեք ծեվափոխությունը առաջին բանը որ օծը գնե իր ծևը կփոխե իսկ երբ անգը փորձե ոսպը բռնել ան արդեն ասինք որ լավ չդած կլա իր միջավայրին վիճակը ու իր ծևափոխության միջոցը գնդրե անմիջական իր միջավայրեն օրինակի համար ան իր մորթին քույնին հարմարությամբ թափած դերեմներու մեջ կբահվի Ձարիմը ջուգին ծևը առնելով ու գտարնա բոլորովին անջանաչելի եւ ոչ թե երևի որպես երևցող ու հափշտակող օծմը իր որսերուն որոնք բնականաբար զինք տեսնելով պիտի չմոդենան ու փախուստ պիտի դան իր մե եւ որպես աստուծո կորձին վգաները բեք չէ որ որպես զորավոր անցիկ մուտ կորձենք մեղավոր աշխարը փոխելու միտումով հոն ուր որ քայլերու ոհմակները անվախորեն գշտին սիրայներ պետք է հիշենք թե դեր Հիսուս ինք եւս ծևափոխված աշխար բրգելու իջավ երգիր որպես մանուկ մտնելով ու ոչ թե իր աստվածային парքովը որ մեմ արտիկ պիտի վախնային ու փախեին բրգությունը իրենց յետին ցկած աստված քեզի վստահած է այդ գործը ինք լավ գիտե որ մարդիկ սդախոս են քորեն ու վայրակ եւ սակայն աստված դակավին քեզի հետ է հոն Գսե քեզի թե քեզ գղրգեմ որբեսի շտկես այս վիճակները, թող որ անոնք տեսնեն, քու գեցվածքդ, բեք չունիս տուն հետդ գրելու սուրբ քիրկմը եւ ոչ թե ազակին երևույթովդ խոսիս, որպես աստուծո կորձը կորձող, դերոց ծավակմը լալը ցույց տալու համար, հոս հոն թապարիս պարապանության խոսքերով ու հոգևոր երկեր մրտմրտալով մարդաշատ տեղերու մեջ, ոչ սիրելիս,
բարձրապես բազ թևափոխությամբ գործես քու բնական կյանքովդ, բնական հագուստովդ ու համեստ խոսակցությամբ հոգիներ շահիս սիրելի դերոջդ Հիսուսի համար, որովհետև շատեր կգարձեն, թե իրենք քրիստոնյա գլան բարձրապես ներգա գտնվելով եկեղեցի մեջ, սակայն դեր ուզե որ տուն դուրսը իր կորձը գործես, ու աչքարանոցիդ մեջ կորձիդ ընթացքին ինչ որ ալլա ու կորձդ տրամադան մեջ գամ գրասենյակի որպես մեքենակոծմը և գամ վարորդմը և դուրսի այս ձևափոխման յանքը դե որ քու աստվածադուր առաքելությանդ հաջողությունը մի պսակե Հիսուսի համար երկրորդ օծերը կարողություն ունին մտնելու ամեն լեղ ու ամեն գացության մեջ օծեր հաջող զարման կվաճառեն մարդոց իրենց մտած դեղին վրայով թե ինչպես և ինչ ձևով կարող են մտած այդ վայրին մեջ սակայն օծեր կարողություն ունին իրենց մարմիններուն ձևը փոխել ու հարմարցնել այդ փոքր ձագին որ մեներս թյուրությամբ կրնան մուտ գործել երբեմն մարդիկ հատկուտան թե ինչպես աստուծո զավակներ մուտք են գործած հոն ուր որ իրենց ներկայությունը այդքանալ հաճելի չէ ով աստուծո զավակ քնահոն ուր որ վախկոտ քրիստոնյաներ չեն համարձակիր մուտք գործել ասելով թե Հիսուսը գրգած քեզ հոն քանի որ իրենք ևս պետք ունին անոր քաչ զավակները դերոջ գրնան երթալ որևէ դեղ ուր որ առաջնորդվին և առանց վախի երրորդը օծեր չեն վախնար իրենց որսին մեծութենեն վստահելով իրենց գծագին ուժին և անոր մեջ ամփարված թույնի զորության որով մեկ խայտոցով գթունավոր է որսը ու թող ուդա գարջ ժամանակմը որ ներմուծած թույնը որսը փոլորովին անշարժացնե ու մերցնե որ մե վերջ ամենայն թյուրությամբ զայն գլե ճիշտ օծին նման աստուծո զավակներ բեք չէ որ վախնան մարդոց մեծութենեն թիրքեն անունեն բաշտոնեն գիտնալով որ իրենց դերը Հիսուս Քրիստոս փոլորեն ալմեծ է ու քաչապար իրենց վկայություն ունեն վստահելով Սուրբ Հոգվույն զորությանը որ կարող է ամեն մեծ ցածնել ու հնազանդեցնելու իր գամքին ինչպես որ Սաղմոց 119:46-ն գսե թե քու վկայություններդ թագավորներու առջև պիտի հայտնեմ և պիտի չամչնամ վերջավորության ամեն անձ պետք ունի Քրիստոսի սիրույն որքանալ մեծ դիդղոս և գամ հրճակ ունենա չորրորդը օծը գսերդե իր որսը օծեր հանգարց չեն հարցագիր անոնք երբեմն ժամեր կդրամատրեն սերդելու իրենց որսը ժամեր գտիդեն ու սերդեն սրելներ չեն ուզեր որ աստուծո զավակներ իրենց առաքելության ընթացքին շատ արագ շարժին ինչ որ շատեր աջախ գինան այդ ծուղակի մեջ և իրենց գործը անվդու կմնա
ու ակնկալված նպատակը չիրագործեր։ Թերևս պետք է լա ամիսներ սերդելու անցմա, սերդելու անոր դգարությունները, անոր կործերը, անոր դակնաբները ու դժվարությունները, նաև սերդե թե ինչպես ցայն գրնաս ազատել զինք իր վախերեն, հոգերեն և նեղություններեն ու գրնաս զինք ուրախ բահել և ինձ սևով գրնաս մոդենալ իրեն ու զինք Քրիստոսի առաջնորդել։ Եվ այս բոլորը ընելը ժամանակի գարոդի, որբեսի արդյունաբերը լա, ճիշտ օծերու նման, որոնք ժամեր գտիդեն իրենց որսը, միայն իրենց աչքերը շարժելով։ Հինգերորդը համբերության հոգին, օծեր համբերություն ունին ու կսպասեն, մինչև որ ճիշտ ժամը կա, որբեսի իրենց քորձը դեսնեն, ու հաճող երբով որս մտցեր ցկեն, համբերությունը որ չիղերու գադարյալ համթարդություն կբանջե, որը շատ դժվար վիճակ մնե, և սակայն օծը գիտե թե եթե համթարդ ու համբերող չլա ու աջաբարե իր նպատակը իրագործելու գրնա բարձնել իր որսը։ Այսպես ալ դերոց զավակներ ունենալու են երկար համբերություն իրենց առաքելությունը հաջողեցնելու գործընթացի մեջ, որոնք միայն իրենց համբերությամբ կարող բիդելան զորավիկ կանգնել Աստծո թագավորության հարստությունանը, որբեսի գանք չառնե և գամ չգաղա դերոջը գործը։ Վեցերորդը օծեր ունին անսովոր լրությունը, օծեր իրենց որսին զարնելու ժամը չհասած լուր և անշարժ կմնան։ Իբրև երբեմն ժամեր գանցնին, որովհետեւ հարմարակույն բահ հասնի իրենց գործը դեսնելու։ Գիտեք թե երբ օծեր ֆշշալով ցայն գանեն, միայն այն ադեն, երբ սպառնան ու վախցնեն զինք, ապա թե ոչ միշտ լուր է ու անցայն, որ որ երթա և ինչ որն է, կփորձե միշտ աննկատելի մնալ, որովհետեւ վտանգի հեռու մնա։ Այսպես ալ շատեր, երբ կուզեն դերոջը համար իրենց ծառայությունը ամփոփի մեջ, հարկ է որ զգուշանան իրենց բարձր ցայներեն, խոսքերեն, բարմունքներեն, ունենալով օծին լրությունը և հանդարտությունը, թող տալով որ իրենց լուրջ կեցված կխոսի ամփոխին ու ոչ թե իրենց բարձր ցայնը, ծևերը, շարժումները ու բարդատրանքը, որոնք թող պիտի տան որ ներկաներեն շատեր ցկեն վայրը ու հեռանան, որոնք միայն իրենց անձը կդառնա խովը ձեզոմը առանց դեսնելու արդյունքը իր բերած գործեն։ Յոթներորդը օծը կգործածե քաշողական և մատնիսացնող իր ուժը, իր որսը անշարժացնելու նպատակով, այնպիսի ձևով որ իր աչքերը շիպ-շիտակ կերպով կկենտրոնացնե որսին աչքերու մեջ, ու որսը միայն կդարվի օծին անշարժ նայվածքին վրա, ու ինձին կմորնա թե գրնա վտանգի ենթարկվել, ուղեղը կթմրի ու բադահելիքին վրա չի գրնար մտածել, և այս վիճակը իր բոլոր մարմինը գանդամալուց է, ու գամած ուղեղը թմրության գարաշնորդ է,
ու մարմինը ովևէ շարժում է գարկիլե։ Եվ այս ձևով է որ Սուրբ Հոգին գռնակորձել ու աստել մարդոց վրա, երբ մարդիկ գտեսնեն քու ապրելակերպդ, գնաց իրենք ապշեցնել, հիացնել այն կյանքով, որ գաբրիս, չեն գնար ավադալ, որ գնաց տուն այսքան ուրախ լալ, ժամանակի մեջ, ուր երբեք ուրախանալու ովևէ դվյալներ չկան ճորստիտ, դեսնելով քու ունեցած խաղաղությունդ, գզարմանան, թե ինչպես կլա այդ, երբ ոչինչ խաղաղ ապրելու միջոց մտցույց կուտա, հաբա ընտագարակը ամենուրեք անաբահով վիճակ մը գդիր է, և դժվարություններ օրեոր ավելի վատ վիճակի մը գասնին, սակայն գզմայլին քու ունեցած հանդարտությանդ և խաղաղ վիճակիդ վրայով, մանավանդ, երբ կտեսնեն, թե հանձնարարություններդ կատարել այպես ու անթերի կկատարես, առանց դրդունչի, եթե նույնիսկ նյութական կարողությունը սահմանափակ լա, և անշուշտ այս քու վիճակդ իր դրական ազդեցությունը պիտի ունենա շատերուն վրա, որոնք պիտի ուզեն քեզ նման իրենց կյանքերն տրվին շիդակ քիծի վրա, որ իրենք պիտի հասցնե հոն, ուր որթուն կփապակիս, որ հասնին անոնք։ Եվ վստահ եղիր, թե երբ որևէ դժվարություն ունենան, անկասկած պիտի թիմեն քեզի, և ճիշտ խոն է, որ Սուրբ Հոգին օգնության պիտի հասնի քեզի, որ ցույց տաս անոնց խաղաղության ու մանավանդ փրկության ճամփան։ Ութերորդը օծը գզարնե իր կորձը դեսնելու, երբ որ անվստահ է, երբ ծառայություն ունիսնելու դերոջ թաշտին մեջ, Սուրբ Հոգիվույն ցայնին մդիգրե, թե արդյոք ժամն է այդ ընելու, օծը միայն իր կորձը գտեսնե, երբ միայն վստահ է, նույնպես եթե վստահ ես, թե ժամը հասած է կորձելու, վստահ եղիր, որ մարդիկ պատրաստ պիտի լան քեզ լսելու, այդ պիտի զգաս հոգվույթ մեջ, որ միայն Սուրբ Հոգվույն մղումն է ու կորձը սկսելու։ Կորձելու ժամը հասած հաշվե ու մի գենար, ու կորձը տես դերոջ վստահելով, իսկ եթե առանց դերոջ առաջնորդությանը և Սուրբ Հոգվույն ցայնը մդիգնելու, ընես, ասես թե երբ ըլլա ես կխոսիմ ու կորձեմ, գնամ դեսնել իմ կորձս առանց ներքին մղումիմը, և թուն այս բարակային թուն ինքը չապե ավելի համարցակ և գարող սեբելով սկսից կու կորձըտ, որ համոզես մեկը, որ ուզած ծևովըտ որվեսի դերոջ տարնա, վստահ եղիր, որ բոլոր չանքերըտ աբարտյուն պիտի անցնեն, քանի որ ոչ կորձը դու կորձը դե, ոչ ալ արնելի քայլըտ շիդակ քայլ է և ոչ ալ կորձելու ժամըտ ճիշտ ժամն է։ Ուշադիր եղիր այդ պահուն ու մի աջավարեր, որովհետև փոխանակ օրդության միջոց մլալու շրջապատիտ գրնաս քայտաղություն դառնալ բոլորին, առանցին սկեցեք բոլորը ձեր շրջապատի մարդիկը առանց նեղություն տալու անոնց, ու մթնոլորտը խաղաղ ու հանդարտությամբ սկսեք ձեր առաքելությունը, երբ ժամը հասնի։ Իններորդ կարողությանը վրա վստահություն ունենալ։ Օծը իր կարողությանը վրա վստահություն ունի։ Եթե օծը որսիմը ետևեն գերթա, գիտե թե զայն գրնա գլել ու մարսել,
Դեր Հիսուս երբ աշակերտները պիտի գրգեր դուրս, որբեսի Աստուծո թագավորության վրայով խոսին ու կարոզեն նախ անոնց զորություն եւ իշխանություն նվավ այդ կորձը գլուխ հանելու համար։ Սիրելիներ, այսօր Քրիստոսի կողմէ մեծի դրված զորությունը իր սուրբ խոսքերն են, որոնք երկսայրիսուր են մարդոց կյանքերը փոխելու համար։ Ուրեմն հարգևոր մեր առաքելությունը վստահենք գադարյալ երբով, զինվերով, իր սուրբ խոսքերով, որովհետեւ ինքնավստահ երբով սկսենք մեր առաքելությունը։ Իսկ եթե Քրիստոսի խոսքերով մենք լեցված չենք, կարող չենք լար մեր առաքելությունը հաջողությամբ ավարտել։ Քրիստոսի խոսքն է, որ մարդիկ պիտի համոզե, որ դերոջ դառնան, մարդոց որսորդը լալու եւ ինքնավստահ երբով, այդ որսը ցերցկելու միակ պայմանը Աստծո խոսքին լեցունություն ունենալ ենթադրե, որը անշուշտ կուտա թե առավել կարողություն ու նաեւ վստահություն դերոջը դաշտի մեջ գործող իր հավատարիմ զավակներուն։ Ու վերջապես 10-րդը օծեր շատ թանթար երբով գմարսեն իրենց որսը։ Սիրելի հավատացյալ քույրս եւ եղբայրս, երբ ուզես մեկը Հիսուսի առաջնորդել, պետք է գիտնաս, որ այդ կբանջի երկար կորցման, որբեսի փոխվիան, փոփոխությունը հանգարտ չլար, երկար ժամանակի կգարոդի։ Դրոջ առաջնորդությամբ թուն քու կորձդ կտեսնես եւ սակայն զինք հանգիստ կցկես, որբեսի Սուրբ Հոգին ինք ամբողջացնե այդ կորձը ու ասնե զինք գադարյալ փրկության ու Սուրբ յանքի։ Դեր օրհնեցես սիրելիներ եւ օրհնյալ օրը բարգեւե բոլորիդ իր փառքին համար։ Ամեն։